Մեր Հիսուս Քրիստոս անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, նախքան աղոթքը կուզեմ Տիրոջ խոսքից մի համարներ կարդալ եւ կանք աղոթքի։ Պիտի կարդամ Սաղմոս գրքից 118 Սաղմոսից պիտի կարդամ, որ Աստված մեզ համար թուր է պատրաստել, մի թուր, ինչպես կարդում ենք ավետարանների մեջ, ով որ ներս մտնե, արոտ պիտի գտնե, եւ ով որ այդ թռնով ներս մտնի նա, ինչպես կարդում ենք Մատթեոս ավետարանի մեջ է, ներ է, փշոտ ու քարկարոտ է այն ճանապարհը, որը դեպի երկինք տան, եղբայրներ, քույրեր։ Եվ սա կյանքի դուռն է, այն դուռն է, որ այսօր իմ ու քո առջև Աստված բացել է։ Եվ հայտնության գրքի մեջ կարդում ենք, որ ասում է, ահա քո առջև այդ բացված դուռը դրի, որ մեկը չի կրնա փակել։ Եվ Տերը ուզում է, որ մենք այդ դռնով մտնենք, համարձակությամբ մտնենք, եղբայրներ, քույրեր։ Չնայելով այն խոսքին, որ ասում է նեղ է, փշոտ է, քարկարոտ է, բայց դա կյանքի դուռն է։ Եվ կարդամ 118 Սաղմոսի մեջ, որ այսպես է ասում 19 խոսքից. բացեք ինձ աշտարության դռները, որ անոնց մեջ մտնեմ ու Տիրոջը գոհություն մատուցանեմ։ Այս է Տիրոջ դուռը, աշտարները ասկե պիտի մտնեն, կգոհանամ քեզ մե, որ ինձի պատասխան տվիր, ու ինձի փրկություն եղար, այն քարը, որ շինողներն անարգեցին, նա անկյունի գլուխ եղավ, ասիկա Տիրոջմեն եղավ եւ զարմանալի է սա մեր աչքերին, այս այն օրն է, որ Տերը ստեղծեց, ցնծանք եւ ուրախ ըլանք անոր մեջ, հիմա կաղաչեմ ով Տեր փրկե, հիմա կաղաչեմ ով Տեր հաջողցուր, փառք Տիրոջ եղբայրներ, քույրեր, այո, մենք էլ այսօր կարիք ունենք, որ Տերը մեր կյանքի մեջ հաջողցնե, որ ես ու դու մտնենք այդ դռնովը, եղբայրներ, քույրեր ջան, որ ինչպես կարդացինք այդ դուռը, այստեղ խոսում է Սաղմոսի հեղինակը, որ այն քարը, որ շինողներն անարգեցին։ Հիշում եք, չէ՞, խոսքը նաև ավետարանների մեջ է գրված Հիսուսի մասին, որ նա եկավ, բայց անարգեցին, չընդունեցին, բայց ովքեր որ զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիներ կոչվելու, իր անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Եվ Հովհաննես ավետարանից էլ հիշեցնեմ մի խոսք եւ աղոթքի կանգնենք, որ Հիսուս ասեց. ես եմ բարի հովիվը, ես եմ չէ ոչխարների դուռը, ով որ այս դռնով ներս մտնի, արոտ պիտի գտնի, պիտի մտնե ու ելնե։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Տիրոջ անունը փառավորվի, քույրեր, եղբայրներ։ Մենք քիչ առաջ երգ երգեցինք, հարսը պատրաստ է սուրբ զարդերով, արի Հիսուս, սպասում ենք քեզ։ Եվ նոր եղբայրը մեկ խոսք հայտնության գրքից հիշադակեց, երկնքում դուռ է բացված, որի անունը Հիսուս է, փառք Տիրոջ, ու ոչ մեկը չի կրնա փակել։ Ես կուզեմ ես երկու խոսքերի վրա ասեմ վերնագրեմ երանելիներ։ Երանի օր մենք հարսը պատրաստ լինի, որպեսզի երկնքից որ հրաման լինի, նոր երկեցինք, մտնենք այդ դռնովը, Տիրոջ անունը փառավորվի։ Ու այսօր նորից Տերը մեզի շնորհեց, նվեր տվեց, ողորմություն երեց, մենք հələ այստեղ այսքանս նստած ենք, չվերցվանք երկրի վրայից, որպեսզի մենք մեր անձերը պատրաստենք այդ դռնովը ներս մտնելու, իր անունը փառավորվի, քույրեր, եղբայրներ։ Ես կուզենամ հիշադակեմ Պողոս առաքյալից, քույրեր, եղբայրներ, թե ով էր Պողոսը ու ինչ դարձավ Պողոսը։ Եվ Պողոսի խոսքի վրայով կուզենք ամենքս մենք մեզի տեսնենք, թե ով էինք մենք, ու այսօր ով ենք մենք, Տիրոջ խոսքը, Տիրոջ հոգին ինչ դարձրեց մեզի, որտեղից եկանք ուր, որ հիմի այստեղ բազմած երկնքից հացը կուտենք, իր անունը փառավորվի, քույրեր, եղբայրներ։ Պողոս առաքյալի համար կուզեմ հիշադակեմ գործկարակելոցը, լեգը հիշեք 9-րդ գլխի առաջի խոսքը գրված է, բայց Պողոսը դեռ սպառնալիք ու մահ կշնչեր, այդ էր Պողոսը։ Մարգարեության մեջ այսպիսի խոսք կա գրված,
Կսե քու շունչը կրակ պիտի դառնա ու պիտի քեզի վառե։ Հələ տեսեք հələ այդ շունչը շնչավոր կերպարը մահը շնչե կրակ պիտի դառնա ու քեզի վառե։ Բայց իրապես մենք քուրեր եղբայրներ ողորմություն կտանք, որ այդ շունչը կրակ չդառավ մեզի համար, որպեսի վառե, որ Տիրոջ հոգին եկավ մեր մեջ, որպեսի մեզի մտցներ դռնովը, փառավորվի Տիրոջ անունը քուրեր եղբայրներ։ Հələ տեսեք Սողոսը ինչ դարավ, Պողոս դարավ, այսպիսի շարունակության մեջ անցավ մեկ ճանապարհ քուրեր եղբայրներ, Պողոսը անցավ մեկ ճանապարհ, որպեսզի այս խոսքերը հետաքրքիր է գրված ժողովրդյան, ու այս բոլոր ճանապարհը, այս ընթացքը Տերը մեզի բոլորիս համար պատրաստել է, որպեսզի մեզի փոխե, որպեսզի մենք արժանանանք այդ երանությանը։ Նորից հիշատակեմ շատ ուրեմն տեղերում գրված երանելիների համար, քուրեր եղբայրներ, որ այդ երանելիներին մենք արժանանանք, երանի նրան, որ համարձակ կլինի բաժանման պահին։ Այսինքն այդ վերջակետը, այդ սահմանագծին մենք այնպիսի վիճակով, այդ հարսը այնպիսի վիճակով կանգնի, որպեսզի այդ դռնովը ներս մտնի։ Հələ տեսեք, եւ հիմա ես հոգովը կապված, հələ տեսեք ով էր Պողոսը, հիմա ինչ կսե հոգովը կապված կեշտամ Երուսաղեմ ու գիտեմ, որ նեղություններ ու կաբանքներ կսպասվի ինձի։ Այս մեր ճանապարհը ժողովուրդ ջան, որ գրված է Տիրոջ խոսքովը նեղ փշոտ քարոտ, այդ ճանապարհն է, որ այսօր մեզի գտանի այն վիճակին ժողովուրդ ջան, որը որ Տերը կուզե մեզի այդպես տեսնի, կապված գնում եմ ու չգիտեմ թե ինչ պիտի լինի, բայց գիտեմ որ նեղություններ ու կաբանքներ են։ Ավելին հետաքրքիր խոսք ասեց, գիտեմ որ ինձ էլ չեք տեսնի։ Ես կմտածեմ թե ինչքան էր Պողոսը քույրերի եղբայրների հետ կապված որ ժողովուրդ ջան։ Այս խոսքը նոր ասեց, հետո ասեց ձեզի կհանձնեմ ասուն իր շնորհած խոսքին։ Հետո կսե հիշեցին որ այս խոսքը Պողոսն ասեց որ ես ձեզի չեմ տեսնի, չեք տեսնի ինձի, կսե լաց եղան կսե։ Ինչքան իրար հետ այդ մեգությունը Քրիստոսի մարմնի կառույցը ինչքան կապ ունի իրար հետ, որ այդ խոսքի վրա որ ինձ չեք տեսնի լաց եղան, ժողովուրդ ջան։ Այս Քրիստոս ընտանիքի մարմնի կառույցն էր, որ ինչքան իրարու համար հոգսու ցավ կքաշեր ժողովուրդ ջան։ Ու Տերը կուզե որպեսի բնականաբար ամեն անգամ այս համարը կկարտացվի Եսայի 53:11-ը իր աշխատության պտուղը պիտի տեսնա ու կշտանա։ Տերը կուզե որպեսի այդ կերպարը մեր մեջ տեսնի այսօր ժողովուրդ ջան, իրարու համար լաց եղնենք, իրարու համար ցավանք։ Եվ հետո շարունակության մեջ հետաքրքիր էր քուրեր եղբայրներ, ելի կուզեմ շարունակեմ Պողոսի վրայով, որ Մարգարեի խոսքով, Տիրոջ խոսքով Մարգարեի բերանով ասվա, որ այնտեղ Էսում կոդինոր կաբած է բդինտեղ հրյաների ձերքը մատնեն, ժողովուրդը սեցին մի գնա, էլի ներվան լացեղան, հետաքրքիր խոսք սեց Պողոսը, սեց ընչի գուլակ, իմ սիրտս էլ գճեմլեք, ես Հիսուսի համար մեռնելու էլ կեշտամ։ Ես կուզեմ որ քուրեր եղբայրներ, ճիշտ է ես կխոսամ այս խոսքերը, մենք բոլորս կխոսենք, կկարտանք, կխոսենք, ես հիմի այնպես կխոսեմ, կուզեմ որ ես անձամբ եւ մենք բոլորս հասնենք այս վիճակին որ ժողովուրդ ջան, այս խոսքը իրական կերպար դառնա մեր մեջ, ոչ թե մենակ խոսք, այլ իրականություն դառնա, որ ես պատրաստ եմ մեռնելու Հիսուսի համար։ Թող Տիրոջ անունը փառավորվի իր մեծ ողորմության համար։ Այսպիսի խոսքը մեր հայրերից կսե որտեղ քո հույսի ճրակը գվարվի, այնտեղ կդառնա գիշերը այգաբաց։ Ժողովուրդ ջան, այսինքն խավարը լույսի կվերածվի, եւ կսե տեսնում եմ դրախտը բացված իմ առաջ, որ ավետում է փրկությունը քո։ Այս հույսի տեսողությունը ժողովուրդ ջան, մարդին ուրախություն, մարդի ներսը ուրախություն կբերե, որ այսօր մեզի համար պատրաստված է երկինքը, որ այս ժամանակավոր ունայնությունը կփոխվի հավիտենական կյանքի ժողովուրդ ջան, թող Տիրոջ անունը փառավորվի այս մեծ ողորմության համար։ Կուզենամ որպեսի հիշատակեմ նաև երկու խոսք զուգահեռ այդպես բերեմ կհիշեք Հոբի 4 ընկերները, Հոբի ընկերները եւ այն 4 ընկերները, որ իրանց ընկերոջը տարան Հիսուսի մոտ։
Այն ընկերներն որ տարան մինչև վերջ ինչ եղբայրներ էին, ինչ ընկերներ էին, մինչև վերջ գնացին։ Չսեցին թե դժվար է, չենք կրնա տանի, ժողովուրդը հավաքված է, հնարավոր չէ։ Հիսուս ջան, դու գտեսնես որ էլ չենք կրնա, ետ դարձնենք, մի բանը ուրիշ բան մտածենք, չէ։ Իրանք մինչև վերջ գնացին, իրանց ընկերոջը տարան։ Իսկ այն ընկերները եկան 7 օր լաց եղան, լացան, որովհետև ցավը սաստիկ էր, բայց հետո էսեցին թե կուցանածդ քաղեցիր։ Ինչքան ցավոտ էր ժողովուրդ ջան, ինչքան ցավոտ էր այս խոսքերը։ Տերը կուզե որպեսզի մենք նմանվենք այն ընկերներին, որ իրանց ընկերոջը մինչև վերջ տարան, քուրեր եղբայրներ, Հովսեփը մինչև վերջ գնացեց, դուք չերիք, Աստված երեց։ Ստեփանոսը ասեց մի համար է դրանց, չեն հասկնա ինչ կենեն։ Ես էլ եմ շատ խոսացել քուրեր եղբայրներս մասին, բոլորս էլ խոսացել ենք, բայց ես կուզեմ արդեն այսօր այն վիճակը լինի, որովհետեւ մենք լիարժեք անմնացորդ այս փաստին տրված լինենք, այս խոսքը լիարժեք կյանք տարած լինի մեր մեջ, քուրեր եղբայրներ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես կուզենամ շատ կարճ փոքր ինչի համար այս խոսքը պատրաստեցի ես, քուրեր եղբայրներ, մենք բոլորս կհիշենք մեր Սամվել եղբայրը ննջեց Աբովյանի։ Ես խոսք առա այդ տեղից, դրա համար կուզեմ այս խոսքերը հիշադակեմ, ես եղբոր վերջի խոսքերը կուզեմ հիշադակեմ, այսպիսի խոսք ասեց. «Փառք Աստծուն, որ մեզի կդավ»։ Չասեց ինձի կդավ, ասեց մեզի կդավ։ Եվ այսպիսի խոսք ասեց. «Իմ սիրեգանը իմս է, եւ ես իրանն եմ»։ Եվ նաեւ ասեց. «Ես գնալու եմ իմ հավիտենական բնակարանը»։ Ժողովուրդ ջան, ինչ հրաշալի խոսքեր, ու մենք կտեսնենք, որ այս խոսքերը իրական իր ներսից գնաց, որ իր անձը արդեն պատրաստված էր, հարսը պատրաստեց սուրբ զարդերով, իր ներսը ցկտեց դեպի իր հորտունը, երանի իրան, երանի մեզի, որ մենք այսօր պատրաստվենք մեր անձերը այդ խոսքերը ասելու։ Մարդը երբ որ կանգնի հավիտենության առաջ, երբ որ մարդը կանգնի մահվան առաջ, չի կրնա եղձվի։ Այդպես ինքը ինչ որ արել է Տիրոջից ամբողջ կյանքի ընթացքում, ամբողջ ճամփի մեջ, ինքը չի կրնա եղձվի, ինքը իրականը կսե, իր պատկերը իրական կներկայացվի, ժողովուրդ ջան, ու եղբոր պատկերը իրական ներկայացավ, ես կերտամ իմ հորս մոտ, իմ հավիտենական բնակարանը։ Մենք ունեցել ենք Ավետարանի մեջ բնականաբար Մովսես, Դավիթ, առաքյալներ, մարգարեներ, Աստծո բոլոր զավակները այդպես բոլորը ուրախությունով պատրաստ են եղել, հարսը պատրաստվել է Տիրոջը դիմավորելու։ Ու այսօր էլ մեր աչքերի առաջ մեր հոգևոր հայրերը, մեր ավակ եղբայրները շատերը թողեցին այս երկիրը, ժողովուրդ ջան, ու բոլորը ուրախությունով գնացին։ Վրեժ եղբոր խոսքը կուզեմ հիշադակեմ, այս մարդի հոգու փրկության համար արժան է ամեն բան տնել զոհասեղանին։ Ու եղբայրներ նորից կուզեմ հիշադակեմ այդ խոսքը, իմ սիրեգանը իմս է եւ ես նրանը։ Երբ որ այս խոսքը իմացա, ես հիշեցի քուրեր եղբայրներ Աստծո խոսքում երկերկոցի մեջ այդպիսի խոսք կա գրված քուրեր եղբայրներ, գսե նրա ցախ ձեռքը գլխիս տագին, աչովը ինձի կրգեց։ Իմ սիրեգանը իմս է, այսինքն այդ սիրեգանը ինձի կրգել է։ Ինչ երանություն, քուրեր եղբայրներ, իմ սիրեգանս ինձի կրգել է։ Ու երբ որ ասեց իմ Տեր Աստվածը մեզի կդավ, նորից ես կհիշադակեմ նարեկացուց այսպիսի խոսք ասավ ժողովուրդ ջան, գսե դու ոչ միայն կդար ինձի, այլ հոգ տարար, առար կենսատու ուսերիդ վրա, se տեղափոխեցիր հայրենական ժառանգությանը մեջ, հələ տեսար։ Այսինքն փառք Աստծո որ Տերը մեզի կդավ ու հոգ տարավ մեզի գսե, ուրեմն Սաղմոսների մեջ գրի 32-8-ը գսե, իմ աչքս քո վրա կլինի, քեզի կխրադեմ, իմ աչքս քո վրա կլինի։ Տեսեք թե մարդը ուր տեղից որ մահ կշնչեր,
դարավ ինչպիսի կերպար ժողովուրդ ջան, ինչպիսի սեր, այս Աստծո սերն է, որ մենք այսօր բնականաբար ողորմություն ենք գտել քուրեր եղբայրներ։ Երկոցի մեջ նորից կուզեմ հիշադակեմ այսպիսի խոսք, թող իմ սիրեգանը իրա պարդեզը կա եւ ուդե նրա պատվական պդուղը։ Հարսը պատրաստ է, հրամանք ու գաշուդով երկնքից, թող իմ սիրեգանը իրա պարդեզը կա ու քաղե, այդ պդուղը քաղե։ Ես նորից կսեմ քուրեր եղբայրներ, երանի կերնի մեզի, որ այսօր մենք որ հիմի այստեղ նստել ենք, ողորմություն ենք գրել նորից ու նորից գալու Տիրոջ ներկայության առաջ, մեր հավիտենական փրկչի առաջ, որ իր անունը կոչված է մեր վրա, որ մենք իր արյանը քիննենք, գոհանանք իրանից, փառավորենք իր սուրբ ու պատվական անունը, մենք էլ պատրաստվենք, այդ հարսը պատրաստ է ինքզինք դիմավորելու ժողովուրդ ջան։ Եկ ցույց տամ քեզ հարսը գառնուկի կինը, ինչ մեծ շնորհալի խոսքեր են, ինչ մեծ ողորմություն է բոլորիս համար ժողովուրդ ջան։ Այս խոսքովը մենք բոլորս կաբրինք, կշնչենք, բերանս կբացեմ ու կշնչեմ, որովհետև քու պատվիրանքներիդ կցանկանամ։ Թող Տիրոջ անունը փառավորվի քուրեր եղբայրներ։ Ինչ մեծ, ես նորից ու նորից կսեմ, ինչ մեծ երանի մեզի, որ մենք հիմիստեղ ներկա ենք, որ երկնքից կերագուրը կուտենք, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Սերտանց փառք տանք Տիրոջը, սիրելիներ, փառք Հիսուսին։ Մենք ինչքան սերտանց փառք տանք, այդ սերտանց փառք տալը հավատքից կուկա, սիրելիներ։ Ինչքան անկեղծ փառք տաս, այնքան Տիրոջ ներկայությունը կլցնեք ու ներսդ։ Ու երբ որ թեկուզ մի անգամ այդպես լավ ընկալեցինք, մեր միջից էլ չի ջնջվի։ Ինչ էլ օրյանի փառք Տիրոջը, սիրելիներ, Աստված ամեն բան գիտե։ Եվ մենք էլ նրա ստեղծվածներ ենք, ինչպես եղբայրներս խոսեցին։ Եվ Տիրոջ նպատակը, որ կանչել է այսօր, հայտնել է իրեն, հավիտենություն տանելն է, գիտեք սիրելիներ։ Այս երկար ճանապարհ է, բայց Տերը այդ ճանապարհի մեջ թեկուզ մի պահ, մի վայրկյան չի թողնալու քեզի։ Ու թող Տերը օգնե, որ մենք այս հավատքով կանք դեպի Աստված։ Սիրելիներ, մենք շատ անգամ եղբայրները այստեղից խոսվում է հավատքի մասին։ Այսօր էլ մի փոքր կուզեմ անդրադառնանք էլի հավատքին, որտեղ մենք գիտենք, որ ամեն բան հավատքով է։ Մենք էլ որ եկել ենք Տիրոջը, հավատացել ենք իր խոսքին եւ Աստված դորվանից գործ է սկսել մեր կյանքի մեջ։ Հավատքով ընդունել ենք Աստծո խոսքը, սիրելիս։ Մինչև Տիրոջ խոսքին հանդիպելը մի պահ կանգ առնենք այս բանի վրա։ Շատ բաներ են եղել։ Գուցե եւ շատ հրաշքներ են եղել, շատ նշաններ են եղել, շատերը շատ բաներ են պատմել, բայց այդ ամենը կենտանի հավատք չէր կարող ներգործել մարդու մեջ։ Կենտանի հավատք, որը պիտի տանի քեզ ճանաչողություն։ Աստված հայտնությունը, այն հավատքը, որով Աստված հայտնությունը պիտի բացվի, մենակ ավետարանի խոսքով, Տիրոջ խոսքով, սիրելիս։ Ու Տիրոջ խոսքը կգործե ու կներգործե մեր մեջ, այդ խոսքը հավատքով ընդունված կբացե մեր ներսի մարդին, որ մենք ինչպեսին ենք եղել ու ինչպիսին է այսօր Աստված ուզում տեսնել մեզ ու Տիրոջ ողորմությամբ այդ ամենը մեզ ապաշխարության խոր ճանապարհի մեջ է բերել, փառք Աստծո։ Հիմա այդ ապաշխարության ճանապարհի մեջ շեշտ է դրված, որ մենք շարունակենք, ինչ որ առաջի օր ընդունել ենք Տիրոջ խոսքը, շարունակենք այդ խոսքով ճանաչել, խոսքով աճել, խոսքի համեմատ քայլել, որ Աստված ներգործում է ամեն հավատացողի մեջ, սիրելիս։ Իհարկե մենք գիտենք հավատքի համար Եբրայեցիս թղթի մեջ գրված է 11:1-ը ասում է հավատն էլ հուսացած բաների հաստատությունը չերևացող բաների ապացույցն է, որովհետև նրանով առաջինները վկայություն ընդունեցին։ Գիտեք, որպեսզի այս ուղղակի կարծես բանաձևը լինի նրա,
Հավատքը հուսացած բաների հաստատությունն է։ Բայց երբ որ այս նախադասությունը թեկուզ վերլուծես քո սրտի մեջ, պես մտքիդ մեջ, փորձես հասկանալ, այդ ինչ բան է, հուսացած բաները ո՞րն է։ Այսօր ավետարանը այնքան խոստումներ ունի, հավիտենական կյանք, Քրիստոսի հետ մեկանալ։ Հիմա այդ հուսացած բաները, ինչ որ դու սպասում ես, հույս ունես, հավատքով պետք է հաստատվի քո մեջ։ Եվ շարունակությունը չերևացող բաների ապացույցն է։ Սա հավատքի բանաձև է, սիրելիներ, որ ամենքս կարող ենք մեզ համար վերլուծել։ Գուցե մի եղբայր փորձե բացատրել, մյուսը շատ անգամ թող Տերը խոսք տա, որ կարողանանք իրոք այդ բանը այդպես ներկայացնենք, որ լավ ընկալելի անի, բայց բոլոր դեպքերում մենք այս մեզ, չգիտեմ, միշկան որ հավատքի ճանապարհ գնում ենք, այս խոսքերը մեզ պետք է ուղեկցեն։ Ու անընդհատ մենք պետք է նայենք, մենք պետք է հիշենք այս խոսքում, փորձենք մեզ համար բացահայտել սրա խորությունները։ Կյանքը Աստծո մեջ է, չէ, Աստված եկավ կյանք տա։ Բայց մենք ասում ենք կյանք, բայց շատերս հասկանում ենք, թե այդ կյանքը ինչ բան է։ Կյանքը ուրախություն է, կյանքը շարժում է, բայց այսօր շատերիներս կարող է այդ կյանքը այդ ձևով չի գործում, կա տրտմություն, կա կասկածանք, իհարկե հավատքը պետք է հաստատել։ Հիմա երրորդ խոսքը ասում է հավատքով ենք իմանում, որ աշխարհները Աստծո խոսքով հաստատվեցան, որ չերևողներից է այս տեսնվողները եղած են։ Հավատքով ենք իմանում, ոչ թե ասում է հավատքով լսում ենք, լսելն ուրիշ բան է, իմանալն ուրիշ բան է։ Իմանալը ներսիդ աշխարհը ընկալում է դա։ Ներսդ արթնանում է դրա համար։ Հավատքով իմանալ կնշանակե անտեսանելին տեսնողի պես մենք ընկալում ենք մեր ներսի աշխարհում։ Ոչ թե արտաքին երևույթը սա տեսանք, այլ հավատքով արդեն այդ ամենը բացվում է մեր մեջ, սիրելիս։ Ու այս պահը շատ կարևոր է, գիտեք, որովհետև եթե մենք պաշտամունք կանք երտանք, աղոտ կենենք, վերջը խոսքը կարտանք, ու ինքը չբացվի, դիրեշ ներկայությունը չլսնե մեր ներսը, մենք ոչինչ էլ չենք ընկալի, պարապ կերտանք ու կուկանք, բայց փառք Աստծո, Աստված ամեն իր խոսքի հետևում, իր խոսքի մեջ է ու իր խոսքի հետևում ինքը կանգնած է, որ ինչ որ նրանից լսում ենք, ինքը կենտանացնե մեր մեջ։ Կյանք, երկնային, հավիտենական կյանք արար է մեր մեջ, սիրելի, որտեղ մենք չենք էլ ունեցել դա։ Բայց այսօր Աստծո ողորմությամբ Տիրոջ խոսքը հայտնվել է մեր մեջ ու մենք եկել ենք, որ իրանից առնենք։ Եվ մի հաջորդ ամառը, որ կուզեմ կարդալ, Մատթեոս 21 խոսքն է, որ երբ որ աշակերտների հետ այդպես անցան թզենի մոտից, պդուղ չկար, Տերը անիծեց, հետո տեսան թզենին չորացած, եւ 20 խոսքից ասում է աշակերտները տեսնելով զարմացան եւ ասեցին. Ինչպես թզենին իսկույն չորացավ։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրան. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե որ հավատ կունենաք եւ չէ երկ մտեք, ոչ թե միայն կանեք թզենի եղածը, այլ թե որ այդ սարին էլ ասեք վեր կաց եւ ընկիր ծովը կլինի։ Եվ ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրեք, հավատալով կառնեք։ Սիրելիներ, Աստված կարծես մեզ այդպես էս միտքը կարծես ասում է, որ մենք կարող ենք հավատքով սարեր տեղափոխել, չէ՞։ Կուզենք, չէ՞, այդպես անենք, թե չէ։ Ես կմտածեմ, որ Տիրոջ խոսքը կսե, ուրեմն դա հաստատ է։ Բայց սիրելիս, որ սարերի մասին է խոսքը։ Եթե մենք ասենք այդ մարմնավոր տեսանելի, ֆիզիկապես տեսանելի, սարերի մասին է խոսքը, ինչ է դրա արդյունքը, ինչ է դրա օգուտը։ Ասենք հրաշքով, ինչ հրաշքի զորություն ես ունենաս։ Դուրից ինչ կեղնի, օգուտ կեղնի։ Այդ հրաշքը մեզի հոգևոր կյանքի մեջ կխորացնե, Քրիստոս կյանքը կբացե, թե այստեղ ուրիշ բան է գրած։ Ավելի, օրինակ ես կմտածեմ, ավելի լավ է միտքդ աշխատի ոչ թե երևացող սարերի վրա, այլ քո ներսի, որտեվ
մենք որ ադամական բնությունով եկել ենք եւ Քրիստոս բնությունը հայտնվել է իմի, մենք համեմատություն կենենք ու կտեսնենք, թե մեր ներս ինչքան խանգարող բաներ կան, որ Աստծո ներկայությունը գործե իր խոսքի բացարձակ ճշմարտությունը վտպեսենք։ Կնայես, թե ինչքան խորը բաներ կան, որ քո մեջ ուրիշ ձևի ընկալվում է ուրիշ ձևով, բայց ավետարանի խոսքը լրիվ ուրիշ բան է ասում։ 180 աստիճան շրջված բան։ Եթե 180 աստիճան շրջված է, ուրեմն քո ներսն էլ 180 աստիճան շրջվելու, փոխվելու կարիք ունի, սիրելիներ։ Եվ այս խոսքը, ասենք, փաստելու համար, իհարկե Հովհաննես Մկրտիչը եկավ, քարոզում էր անապատի մեջ, բայց դրա համար մարգարեություն կար, Եսայի մարգարեության 40-րդ գլուխ 3-ից 5 համարները կկարտամ, անապատի մեջ կանչողի ձայնը, սա Հովհաննես Մկրտչի համար էր։ Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար։ Ամեն ձոր բարձրանա եւ ամեն սար ու բլուր ցածանա, ծուռը ուղիղ դառնա, խորտուբորտ տեղերը հատակ եւ պիտի հայտնվի Տիրոջ փառքը եւ ամեն մարմի միասին պիտի տեսնեն, որովհետեւ Տիրոջ բերանն է խոսել։ Այս բարբերության մեջ, որ 4-րդ խոսքը ասում էր ամեն ծոր, այս մի երկար կյանք է, գիտեք։ Սա երկար տարիների ճանապարհ է, որ Իսրայելը այդ ճանապարհը 40 տարի անցավ անապատի մեջ։ Տարավ Աստված անապատ իր ժողովրդին, որ խոսա այդ ժողովրդի սրտի հետ։ Ու երբ որ այսօր մենք շատ աղոթներ ունենք, ընտրվածք ունենք, շատ բաներ այդպես ցկտում ենք լինի, ու երբ որ չի ստացվում, գալիս ես այդ փաստի առաջ, բայց չէ որ Տերը ասել է հավատքով խնդրեք։ Ումա փորձում ես հասկանալ, ընկալել, շատ բաներ ես խնդրում, բայց ինչի՞ չես առնում։ Օրինակ ես կմտածեմ, եթե Աստված զորություն տար սարերը տեղափոխելու, սիրելիներ, ավելի վատ մեզի համար։ Մի հատ սար մեր ասածով որ տեղափոխվեր, չգիտեմ, 90%-ից ավել, ես էլ հավատքի մեջ չէի էլ, այդպես կայանա։ Ես սա կվերագրեի իմ անձին, այդ ուժը, զորությունը, գիտեք ինչ տեղի կունենար։ Այ Մովսեսը չմտավ Ավեդյաց երկիր, բայց ինչ էր երել Մովսեսը։ Գիտեք երկար ճանապարհ է անցել, 40 տարի անապատների մեջ սորվը ծրավ, 40 Եգիպտոսի փարավոնի տունը, հետո 40 անապատների մեջ, հետո մորենի միջով խոսեց, բերավ Եգիպտոս ու Մովսեսի միջոցով ժողովրդին հանեց, Մովսեսի խոսքը, կարծես Աստծո խոսք լիներ, բայց մի անգամ սխալվավ, չէ, իր զորությունով գործեց, սպես ենք սիրելիներ։ Մի անգամ, այդ որ գրված է նրա նման հեզ մարդ չկար իր դարումը, մի անգամ սխալվավ, խոսքով ասելու տեղը գավազանով խփեց ժայռին ու դրա համար չմտավ Ավեդյաց երկիր։ Սա ինչ էր նշանակում։ Սիրելիներ, դե Մովսեսի մեջ այդ խնդիրն ու խնդրեմը կա, բայց որքան առավել մեր մեջ, մեզի հետ Աստված երես հələ չի խոսացել։ Բայց հանկարծ մեկից այդպես մի հատ բան է անի, մենք կհբարտանանք, սիրելիներ։ Այս ժամանակների մեջ ես օրինակ մտածում եմ, Աստծո խոսքը կենտանի է, գիտեք, հավատքով ընդունել ենք։ Հիմա մտածում եմ ավելի լավ է մենք Տիրոջ խոսքի լույսի առաջ գանք, Աստված իմաստություն, կարողություն տա, մեր ներսի բոլոր այդ խորտուբորտ տեղերը տեսնենք։ Այդ սարերը, այդ մարդկային հպարտությունները, մարդկային այդ մեծամիտ բաները, որ ամբողջ օրը մեր ներսը այդ բաները կան։ Տերը օգնե, որ մենք սրանց մեջ խոնարհվենք։ Տերը օգնե, որ մենք այդ հավատքը ընկալենք ենքան, մեր հոգու աչքը բացվի ենքան, որ մեր մեջ եղած սարերին հրամայենք, որ հեռանան մեր միջից։ Իսկ սարերին հրամայելու համար այդ ինչ կա, ինչ ձևով անենք։ Սարերին կարող ենք ասենք,
ասենք դու քեզ ասես բարդություն եմ տեսնում քո մեջ, հələ քնա կողքի, թե կոդրվի ներսդ, փշերվի սիրտդ, խոնարհվի, որ Աստված ճշմարիտ է, Աստծո խոսքը բարձրացնես քո կյանքի մեջ, համաձայնվես իր հետ, սիրելիներ, սա կյանք է, սա դժվարություն է, ասեմ ցեզի։ 40 տարի Աստված այս աշխատանքը տանում էր իր ժողովրդի, իր սիրելի, իր ընտրյալ ժողովրդի հետ, որ տարբերություն չկա իմ ու քո մեջ, գիտեք, նրանց համեմատ։ Տարբերություն չկա։ Սիրելով Աստված սիրեց աշխարհը, իր միածինը տվեց, որ ինձ ու քեզ փրկե։ Այդ սիրո մեջ այսօր մենք կարիք ունենք, որ այդ հավատք ըսվածը ընկալենք, խորը հասկանանք։ Ինչ է հավատքը։ Հավատքը բացվի մեզի, հավատքով մենք տեսնենք մեր ներսի մարդին։ Եթե ներսի մարդի մեջի հարցը լուծվավ, Տերը քո մեջ կլինի, սիրելիս։ Այստեղ այդպես գրված էր, ասում էր խորտուբորտ տեղերը հարթանացուրը ուղղվի եւ պիտի հայտնվի Տիրոջ փառքը եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն, որովհետեւ Տիրոջ բերանն է խոսացել։ Մենք կուզենք տեսնենք այդ փառքը, բայց մենք հասկանում ենք, որ դրա համար կոտրվել է պետք։ Դրա համար ցածրանալ է պետք։ Նայենք մեր առօրյա կյանքին։ Մենք հավատք սովորում ենք, որ այդ հավատքը մեզի բաց է մեր ադամական բնությունը եւ այդ ճանապարհը գնա, որ հրաժարվենք։ Ու իշքան դու կտեսնես քո ներսը ծուռ, գիտեմ բլուրներ, սարեր, խորտուբորտ տեղեր, ինչքան կտեսնես, ինչքան խնդիրներ կար, 40 տարի աշխատավ Աստված, աշխատավ։ Ուլը 40-ը մեզ հետ է կրնա աշխատի։ Բայց ամեն ինչը գալիս է նրանից։ Ես այսօր համաձայնվում եմ Աստծո խոսքի հետ։ Ես նստած Տիրոջ խոսքը լսում եմ ու շատ անգամ կարող եմ մտքիս մեջ այդպես մտածեմ, «Էս ինչ ասեց այս եղբայրը, այն եղբայրը»։ Բայց ես չեմ ասում եղբայրը ինչ ասեց։ Ես ասում եմ Աստծո խոսքը, այսօր ինչ է ասում մեզի։ Սիրելիս, շատ անգամ մենք վիճակներին կրնանայենք մեր մարդկային մոտեցումներով, մտքով, չգիտեմ, խանգարենք Աստծո գործին։ Փոխանակ մենք ինքներս մեղադրելու սրան նրան, վերջը, այդ ամեն ինչը մեզի կխանգարի։ Այդ ամեն ինչը չի բերե Տիրոջ լույսի մեջ, որովհետև այդ խավարով մենք արդեն եկել ենք, սիրելիս։ Ու այսօր պետք է որ ազատվես այդ խավարից։ Ու այսօր Տիրոջ լույսը թեկուզ մի փոքր կլուսավորեք ու ներսի աշխարհը ցույց կտա այդ խավարը ցածրացիր որ բարձրանաս։ Խոնարհվիր, թող ներսդ կոտրվի, այնքան գործ ունի Աստված մեզ հետ կատարելու սիրելիներ։ Այսօր մենք ժամանակին նայելով ուրբաթօրների մասին խոսվավ, ժամանակին նայելով ասում է վարտապետներ պիտի անեք, բայց կարոտ եք կերակուրին են մանկահասակների կաթին են կարոտ։ Եվ տեսեք ասենք Պետրոս Արաքյալն ասում էր, չէ, նորացին երեխաների պես ցանկացեք բանավոր անխարդախ կաթին, որ նրանով աճեք։ Հիմա այդ կաթը, որ մենք սկզբից կերել ենք, գնացել է ճանապարհեն ընթացքը, ինքը պետք է չդատարի մեր կյանքի մեջ։ Այդ հոգևոր կերակուրները, որ մենք պաշտամունքի ընթացքում տունը կարտալու, չգիտեմ, աղոթքի մեջ այդ կերակուրները, որ մեզ համար պատրաստված է ու մենք օգտվում ենք, ինքը չպիտի դատարի մեր մեջ։ Ու գալով մեր հոգու աշխարհ ինքը պիտի գործե։ Այսօր ես հասկանում եմ այսպես, որ կենտանի հավատքը ո՞րն է, որ դու Տիրոջ խոսքը որ ընդունում ես, ինքը պիտի գործե, դու հասկանաս այդ գործը գործվում է քո կյանքի մեջ։ Աստծո, ասենք ավետարանի հայելու առաջ կանգնած ես, դու քեզ տեսնում ես։ Ինչքան ես տեսնում, ու ինչքան ես միտք անում, ինչքան ես ցավ կաշում, ինչքան ես տառապում, աղաղակում, որ քո մեջ եղած խնդիրները լուծում կգտնեն սիրելիս։ Քո մեջ եղած սարերը, բարձրավանդակները, չգիտեմ, հարթվի, որ Տիրոջ ճանապարհը պատրաստ լինի, ու Աստված գուկա չի ուշանա։ Աստված հեռու չէ մեզնից, գիտեք, մեր կողքին է։ Այնքան իր անտեսանելի ձեռքը, այնքան բաներից է պահել, այնքան բաներից։ Բայց դա այդ ամենի նպատակը, որ մենք ճանաչենք Իրան, բարձրացնենք Իրան, մենք մեր կյանքով չապրենք, մենք ապրենք Իրա տված կյանքով, ու եթե այսօր այդ կյանքը իմ մեջ տեսնում եմ պակասություններ ունի, սիրելիս, մտնեմ ավետարանի մեջ, մտնեմ ավետարանի խոսքի մեջ, որոնումներ անեմ, այստեղից, այնտեղից,
բոլոր վիճակների, իրավիճակների համար երկ կա նկարագրած։ Այդ վիճակները այստեղ նկարագրված կան։ Նայած թե մարդը այդ վիճակի մեջ փնտրեգը Աստծուց առնելու, թե իր լուծումներն ունի, որը արդյունավետ չէ հավատքի համար, հավիտենական կյանքի համար պտուղ բերող չէ, սիրելիս, որտեվ դու ես մտածել դա։ Քոնն է։ Բայց մեզ մերը պետք չէ, սիրելիս, մեզ պետք է Տիրոջը, չէ։ Ավետարանն այդպես էր ասում, երբ որ հացի համար որոնեցին կտան, եկան իր մոտ, ասում է ինչ անենք, որ Աստծո գործերը գործենք։ Սա է Աստծո գործը, որ ուղարկվածին հավատակ։ Եվ Տերը խոսում էր ոչ թե իրանից, ասում էր այն ինչ որ հայրը տվավ, հայրը խոսած, հայրը ցույց տվավ, ես այդ ամենը խոսում եմ ձեզ։ Եթե Տերը օրինակ տվավ, ու այնտեղ ասում էր, չէ, 13-րդ գլխի մեջ, ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ այդպես արեք, ինչպես Տերը օրինակ տվեց, որ հայր Աստծո կամքն էր կատարում, բայց մենք էլ այսօր Տեր Հիսուսի կամքը կատարենք։ Ամեն նրանից եկած խոսքը, վիճակը, ցույց տված ճանապարհը գնանք, թեկուզ դժվար է մի, նեղ է, փշոտ է, քարկարոտ է, բայց իր արդյունքը խավարը չէ։ Հակառակ ինքը խավարից է տանում քեզի դեպի լույսը։ Այն մեռած վիճակից կյանքին է առաջնորդում, սիրելիս։ Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներ։ Թող Տիրոջ խոսքը ուղղվի մեր ամենքի ներսը, մեր միտքը բացե, սիրելիներ։ Ոչ թե մենք կարիք ունենք արտաքին, չգիտեմ, երևացող սարերի համար աղոտ կենելու, սա կարևոր բան է, գիտեք, որտեղ երբ որ այս կողմով կմոտենաս, դու կտեսնես, որ ներսդ լիքը խնդիրներ կան։ Ընտանիքի մեջ, դրսում, չգիտեմ, ամենքը գիտե իր վիճակը, ամենքը գիտե իրան հուզող հարցերը, այդ հուզող հարցերից պատասխանն էստեղ է, որ էլ սարեր կան գոյացած քո մեջ, դու չիտես, մտի ավետարանի խոսքի մեջ, լուսավորվի ավետարանով, քեզի ցույց կտա, մի հեռեցի իրանից, մի կողքի քաշվի, դու կյանքի համար ես կանչվել, ու այդ կյանքը պատրաստված է քեզ համար, այդ կյանքը պատրաստ է, որ եսօր էլ գործեի ու քո կյանքի մեջ, եթե ես ընտրում եմ այդ ճանապարհը, սիրելիներ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Աստված օգնե, այսքանը ուզեցի փոխանցել ձեզ Տիրոջ կամքով, Տիրոջ անունը փառավորվի, ամեն։ Աստված բոլորիս օրհնի։ Այսօր սրտից դրված է խոսել մեկ թեմայի շուրջ։ Մենք ամեն անգամ հոգսեր ենք գրում, ուղարկում։ Ուղղակի կուզեմ, որպեսզի իրոք ամեն մեկիս հոգսի պատասխանը լինի։ Կամ իսկ եթե պատասխան չկա, ինչ ձևի մենք պետք է ընդունենք սա։ Եղբայրներ, քույրեր, երբ որ մենք նայում ենք մեր ապրած կյանքի մեջ, շատ անգամ Աստված մեզ ողորմություն է արել, շատ անգամ Աստված իր մեծ սերն է ցուցաբերել։ Երբ որ մենք նայում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ուշադրություն դարձեք ամենակալ Աստված ինձ եւ քեզ ինչ է սորացում։ Առաջին երբ որ մենք կարդում ենք Երեմիայի մարգարության 31-ի 3-րդ համարի մեջ գրված է հետևյալ տողերը. Ես քեզ հավիտենական սիրել եմ։ Սա ինչ է նշանակում, որ Աստված ինչ էլ որ քո կյանքի մեջ լինի, մեկ է քեզ սիրում է։ Բազում տեղեր կա, որտեղ որ ամենակալ Աստված խոսում ասում է, եթե մեղանչես, եթե նույնիսկ չափն անցնես այդ մեղքի, եթե դարձիկաս նորից պիտի ընդունեմ։ Եզեկիել մարգարության մեջ, երբ որ մենք կարդում ենք, ուշադրություն դարձեք 16-րդ գլխի մեջ ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ։ Եզեկիել մարգարություն 16-րդ գլուխ 6-րդ համարի մեջ գրված է հետևյալ միտքը. Քուրեր ջան, եղբայրներ ջան, սա մեր Աստվածն է։ Եվ ինքը այսօր ամեն մեկիս հետ վարվում է այսպես։ Եզեկիել 16-ի 6 համարի մեջ քիշեք գրված է հետևյալը. Եվ ես անցա մոտովը դու տեսա քեզ այրանդ մեջ կող տրված եւ ասեցի քեզ քո այրան մեջ թե ապրիր։ Այո, ասեցի քեզ քո այրան մեջ թե ապրիր։ Ինքը ամենակալ Աստված մեզ սիրում է։ Եվ իրեն ամբողջ գործունեության հիմքում ընկած է մեկ բան, որ ես եւ դու ապրենք։ Երբ որ մենք կարդում ենք ողջ Երեմիայի մեջ, ուշադրություն դարձեք ամենակալ Աստված ինչ
միտք է ասում 3-րդ գլուխ 33-րդ համարի մեջ, որովհետև նա իսրտը չի նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց ողորտիներին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Ես միշտ ասել եմ սա, Աստված ամեն ինչը մեջ բարի է։ Բարի է հիվանդության մեջ, բարի է բժշկության մեջ, բարի է նաեւ մահվան մեջ։ Այստեղ պահը հետևյալն է, թե մենք ինչ կերպ ենք նայում եւ ինչ կերպ ենք ընդունում։ Երբ որ ասում ենք բարի, լինում է պարակա, երբ որ հուղարկավորության ժամանակ եղբայրն են ասում են փառք Աստծո, անավատ մարդն ասում է այդ մարդը մեռել է, փառք Աստծուն ո՞րն է։ Այսօր շատերս մենք չենք կարող սա ընդունել կամ ընկալել։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ գրված է երանելի են այն մեռելներին, որ Քրիստոսով են մեռել կամ մնջը։ Հիմա այստեղ երանելությունը ո՞րն է։ Եղբայրս, քույրս, ամենամեծ խնդրեմը, որ ես եւ դու չենք հավատում Աստծո հավիտենական սիրուն եւ Աստծո հավիտենական ծրագիրը։ Իսկ Աստծո հավիտենական ծրագիրը մեկն է, որ ես եւ դու ապրենք իրեն հետ հավիտյանս հավիտենից։ Ինչևիցե չեմ ուզում շեղվել, ուղղակի այդ մտքի վրա ուզում եմ կանգ առնել, ինչ համար է մեր կյանքի մեջ դժվարությունները կամ հիվանդությունները։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, տարբեր մտքեր կա։ Կային անձնավորություններ, որ ժամանակի ընթացքում ամեն պարակայի մեջ հիվանդությունը տեսնում են որպես մեղք կամ մեղքի արդյունք։ Թեպետ երբ որ մենք կարդում ենք Միքիա մարգարության 6-րդ գլուխ 13-րդ համարի մեջ գրված է. Ես էլ քեզ պիտի զարկեմ հիվանդությունով, ինչի համար մեղքի պատճառով։ 6:13-ի մեջ գրված է. Ուրեմն ես էլ հիվանդացնում եմ քեզ զարկելով եւ ավերակ եմ անում քո մեղած պատճառով։ Եղբայրներ, քույրեր, այս պահի վրա ուզում եմ կանգ առնել եւ ես կուզեմ, որպեսզի նայենք, թե ինչի համար Աստված այսպես գործում։ Եվս մեկ համար, որ պիտի բերեմ ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, սա գրված է 2-րդ Օրինաց 28-ի 58-ից 61 համարները։ Նայեք ինչ է սովորեցում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Ուշադրություն դարձեք այստեղ Աստծո մեծ ողորմությունը, այս պարակայում։ 58 համարից եմ կարդում գրված է. Եվ այս գրքի մեջ գրված այս օրենքի ամեն խոսքերը զգուշությամբ չկատարես, որ վախենաս այն պատվական ու ահավոր անունից, քո Յովա Աստվածանից։ Յովան էլ քեզ կզարկե քո սերունդին անսովոր հարվածներով, մեծ եւ երկարատև հարվածներով, չար եւ երկայն հիվանդությունով։ Եվ քեզ վրա կդարձնե Եգիպտոսի բոլոր հիվանդությունը, որոնցից դու վախենում ես, եւ նրանք քեզ կփակչեն։ Նաեւ ամեն հիվանդություն եւ ամեն հարված, որ այսօր օրենքի գրքում գրված չէ, եւ այն քեզ վրա կբերե, մինչեւ որ դու բնաչինչ լինես։ Այստեղ մենք երբ որ այս միտքը կարդում ենք, խորը մտածում ենք, թե Աստված մեզ չի սիրում։ Թեպետ եւ եթե մենք կարդում ենք 2-րդ Օրինաց գրքի մեջ կամ Ելիս գրքի մեջ 23-25-ում գրված է պաշտեք ձեր Աստծուն, հետևանքը այդ բժշկությունը պիտի լինի։ 2-րդ Օրինացի մեջ գրված է 7-15-ում, որ եգիպտացիները այդ բոլոր հիվանդությունները քեզ չեն կմտնի, բայց այստեղ ինքը ասում է եգիպտացիների հիվանդությունը եւ այն հիվանդությունը, որ գրված չեն, որն է պատճառը։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք տեսնենք։ Եվ այստեղ առաջնային, երբ որ մենք կարդում ենք խորում, մտածում ենք Աստված իշքան դաժան է մարդու հանդեպ։ Ոչ սիրելիս քույրս եղբայրս, 61-ի վերջնամասում գրված է, մինչև որ դու բնաչինչ լինես։ Այստեղ առաջինը ասոյ նպատակը մարդուն բնաչինչ անելը չէ։ Նպատակը մարդու միջի հին բնությունը բնաչինչ անելն է։ Հիշում եք, երբ որ մենք կարդում ենք Հեսուի գրքի մեջ 7-րդ գլխի մեջ Հեսուն պարտություն կրեց։ Եվ Աստված ասեց. «Ինչի համար ես ընկել ծնկներիդ, վեր կաց, Իսրայելը մեղ գործեց»։ Եվ այնտեղ մեկ միտք է գրված, 11-ի թե 12-ի մեջ գրված է. «Ես ձեզ հետ չեմ լինի, մինչև նզովքը ձեր միջից չանեք»։ Այստեղ խոսքը շատերը խորը մտածում են աքարի մասին է մենակ, ոչ սիրելիս, այսօր մեր ամեն մեկի կյանքի մեջ կա աքար։
Աստված մեզ հետ չի լինի, միջև որ ակարը դուրս չանենք։ Եվ չեմ ուզում ուրիշ ուղղություն նայենք, ուղղակի այստեղ ուզում եմ, որպեսզի ես եւ դու տեսնենք, թե որն է ամենակալ Տիրոջ բու նպատակը։ Օրինակը բերում եմ Հոբին։ Հոբի տառապանքները այսօր որից մեկս չեն կարող տանել։ Ամենակալ Աստված թույլ տվեց Հոբը անցնի այս վիճակով։ Ինչի համար, որն էր պատճառը։ Աստծո խոսքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, գրված է, որ թույլ տվեց եւ հակառակորդը Հոբին խփեց չարաչար հիվանդությունը։ Բալարային հիվանդություն, որ մորտը վրայից թափում էր։ Հիմա ինքը ամենակալ Աստված վկայում է Հոբի համար ուղիղ աստվածավախ եւ կատարյալ։ Լավ է ուղիղ աստվածավախ կատարյալ մարդը այս խնդրումը պիտի ունենար։ Ինչի համար։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 8-րդ համար երբ մենք կարդում ենք այնտեղ գրված է. Երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնեն։ Հոբը կատարյալ էր, այսօր կատարյալ ասելով մարդիկ հասկանում են հետևյալը, որ ինքը մեղք չուներ, խնդրեմ չուներ, խնդիր չուներ, ոչ, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Կամ երբ որ ասում ենք սուրբ, մտածում ենք, որ այդ մարդը իրոք մեղքի հետ կապ չունի։ Սուրբ նշանակում է առանձնացված, զատված Աստծո համար։ Կատարյալ նշանակում է, որ այդ անձնարությունը ցկտում է հասնել այդ վիճակին։ Մենք իշքան էլ ցկտենք, Քրիստոս կատարյալ հասակին երևի թե չհասնենք։ Հոբը կատարյալ էր հետևյալ մտքի մեջ, որ ինքը հավատում էր, որ կյանքը Աստծո մեջ է։ Որտեղից ենք մենք տեսնում, ուշադրություն դարձեք Հոբի խոսքերն եմ կարդում 5-րդ գլուխ 17 համարի մեջ, այդ տառապանքից հավի մեջ, ուղղակի մտովի պատկերացեք, որից է մեկի վրայով, այս սևի խոսքեր կասեր, 17 համարի մեջ գրված է, ահա երանել է այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժի։ Ինք իրան երանելի է համարում, եւ 6-րդ գլուխ, երբ որ մենք կարդում ենք 8-ից 10 համարների մեջ, նայեք ինչ ասում, Երանի թե ուզածս կատարեր եւ իմ ակնկալածը տար Աստված, որն էր Հոբի ուզածը, ինչ էր ուզում Հոբը։ 10 համարի մեջ գրված է, այն ժամանակ դեր մխիթարություն կունենայք ոստոտան խնած հավերի մեջ, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք, ամբողջ ընտասկը ամենակալ Աստված Հոբի հետ որ աշխատանքը տանում էր, լոկ մեկ բանի համար էր հասներ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 8-րդ համարին, Երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնեն։ Իմ ուշադրություն դարձեք, երբ որ մենք կարդում ենք Հոբ կերպարի վրայով, ամենակալ Աստված ինչ է մեզ ցույց տալիս։ 19-րդ գլխի մեջ Հոբի տրտունջն է։ Թեպետ 3-րդ գլխու մեջ է, եթե մենք կարդանք, այնտեղ գրված է, որ ինքը իր ծնված օրը անիծում է։ 19-րդ գլխի մեջ իր տրտունջն է մոր որովայնի, այսինքն իրեն հարազատների վրայով, մինչև անգամ ծառաների վրայով, 29-րդ գլխի մեջ Հոբը խոսում է իրեն փառքի համար։ Իսկ 30-ի մեջ ուշադրություն դարձեք իրեն հպարտությունը ինչ էր ասում, բայց հիմա ինձ ծաղր են անում հասակով ինձանից փոքրերը, որոնց հայրերին իմ շների հետ չէի տնը։ Սիրելիս, Աստծո նպատակը մեկ ուրիշ բան էր։ Աստծո նպատակը, որ Հոբը կատարյալ երկնքում լինի, որ Հոբը փառած պսակը առներ, ուրիշ մեկին չտար։ Եվ 42-ի 5 համարի մեջ, երբ որ մենք կարդում ենք գրված է, ականջի լսելով լսել եք քո մասին, բայց հիմա իմ աչքը տեսնում է քեզ։ Ինչ էր տեղի ունեցել։ Հոբի սիրտը մաքրվել էր։ Նայեք բարեկամները, որ գալիս էին Հոբին, դրդմեցնում էին, ցավեցնում էին, եկան Աստծո մոտ աղոտ կանելու, ինքը Աստված ցույց տվեց Հոբին, ասես գնացեք իմ Հոբ ծառայի մոտ։ Եթե Հոբի սրտի մեջ խնդրեմ լիներ, Հոբը աղոթքը չէր անել, եւ Աստված էլ ողորմություն չէր անել։ Հիշում եք, շատ անգամ այս համարը կարդացվել է 66-րդ Սամոսի 18-19 համարների մեջ գրված է. Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտում, Տերը չէր լսի ինձ, սակայն Աստված լսեց եւ իմ աղոթքից այն մտի կարավ։ Երբ որ 10 համարն են կարդում, ուշադրություն դարձեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Եվ Եհովան դարձեց Հոբի գերությունը, երբ որ նա իր ընկերների համար աղոթեց։ Այսինքն Հոբի սրտի մեջ չկար ող, քեն կամ չարություն որից է մեկի հանդեպ։
Աստծո ամբողջ ծրագիրը սա էր։ Այդ տառապանքի հիվանդության, որ հոպը ուղիղ եւ կատարյալ կանգներ Աստծո առաջին։ Պիտի մտածենք, թե Աստված դաժան է, ոչ սիրելիս։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ամենակալ Աստված շատերի միջոցով է սա ցույց տվել։ Երբ որ մենք կարդում ենք Օսիա մարգարության գրքի մեջ, նայեք ինչ է ասում ամենակալ Աստված ինձ եւ քեզ։ Նախքան Օսիայի կարդալ ուզում եմ հիշեցնել մեկ համար, որը գրված է Եսայի մարգարության մեջ։ Ինչ է ասում ամենակալ Աստված Եսայի մարգարության 57-րդ գլխի մեջ մեզ ամեն մեկից 15-րդ համար, որովհետև այսպես ասում, բարձր եւ բարձյալը, հավիտենականության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է, ես բնակվում եմ բարձրում եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնար հոգի ունեցողների հետ։ Հիմա Աստծո նպատակն է, որ ինքը մեզ հետ լինի։ Իսկ մեզ հետ լինելու նախապայմանը ո՞րն է, որ ես կոտրած եւ խոնար հոգի ունենամ։ Կամ երբ որ մենք կարդացինք երկրորդ օրինաց 28-ի 61 համարի մեջ գրված է բնաճինջ լինես։ Այսինքն մեր մեջ բնաճինջ անի մարդկայինը։ Եվ ուշադրություն դարձեք Օսիա մարգարության մեջ կարդում եմ մեր ամեն մեկի համար, որտեղ որ 5-15 համարի վերջնամասում ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ սորացնում է հետեւյալ միտքը։ Օսիա 5-15 համարի վերջնամասից գրված է. երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանուխ պիտի ինձ դիմեն։ Հիմա հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Իմ եւ քո աղոթքը ամենաշատ երբ է եղել։ Առողջ ժամանակ թե հիվանդության։ Նեղության ժամանակ թե լեն օրերի ժամանակ։ Գիտեք, մարդ տեսակն է այսպեսին։ Երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, թագավոր կար, որը խնդրեմ ուներ։ Եվ այս թագավորը իրոք խնդրի առաջ էր կանգնած։ Աստված իրեն պիտի տաներ Եզեկիային։ Բայց երբ որ Եզեկիան ընկավ Տիրոջ առաջին, Աստված Եզեկիային ողորմություն արեց։ 38-րդ գլուխ, երբ որ մենք կարդանք, գրված է այն օրեր առաջ համար հիվանդացավ Եզեկիան մերձ իմահով։ Ողբաց Աստված ողորմություն արեց։ Աստված իրեն կյանք տվեց, հարց եմ տալիս։ Այդ տված կյանքի մեջ Եզեկիան ապրեց այնպես, ինչպես որ Աստված էր ուզում։ Մեր մեջ մարդ բնությունը սա է։ Երբ որ նեղությունը լինում է, մենք կարճում ենք ամենակալ Տիրոջից։ Բժշկվեցինք, էլ այդ աղոթքը չկա։ Աստված թողները, որից մեկինի նկատի չունեմ, ես ամբողջ հայ ազգի վրա է խոսում։ 44 օրվա պատերազմի ժամանակ ծնողները ողբով ընկած էին Տիրոջ առաջին։ Այդպես է թե չէ։ Պատերազմ փրկավ, ողբն էլ փրկավ։ Որն է պատճառը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մեր բնություն, մարդ բնությունն է սա, մենք մոռանում ենք շատ անգամ։ Եղել է պարակա, երբ որ մենք սխալվել ենք, ընկել ենք Տիրոջ առաջին, ասել ենք Տեր, ողորմություն արա, դարձիկը կամ այդպես կապրեմ։ 3-4 օր ապրել ենք նորից նույն վիճակը։ Հիմա երբ որ մենք նայում ենք, Աստված այնքան ողորմած է, որ այդ նեղությունը բերում է մեր կյանքի մեջ, որ ես եւ դու Աստծո հետ կապ ունենանք։ Հիմա հարց եմ տալիս. Աստված բարի է թե չէ։ Եբրայեցիս 12-ի 6 համարի մեջ գրված է. Աստված իրեն սիրածները խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Հիմա ծեծ ինչ գավազան ունի, գավազանով ծեծում է։ Այսօր տարբեր խնդիրներ կա. դժվարություն, նեղություն, հիվանդություն, խնդիրներ։ Իրեն անունը փառավորվի։ Ուղղակի այստեղ պետք է որ ես իրոք սա կարողանամ տեսնել։ Մեր ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ ես եւ դու սա չենք տեսնում եւ մենք շատ անգամ տրտնջում ենք։ Ուղղակի մեջ բերում եմ անուն Մատթեոս ավետարանի մեջ գրված հետևյալ տողերին, որտեղ որ ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում եւ ասում է. մոլորված եք, որ չգիտեք գրքերը եւ ոչ էլ Աստծո զորություն։ Եթե ես գրքերը գիտենամ, ես չեմ տրտնջա, ես ասում փառք տամ։ Եվ հաջորդը, նայեք
Այսօր մարդիկ կա, որ հակված են, որ հիվանդությունը պիտի լինի միայն մեղքի պատճառով, ոչ սիրելիս։ Այդպես չէ։ Տարիներ առաջ անձնավորություն կար մի տարածքում, ով որ հիվանդանում էր, ասում էր, ինչ մեղք ես գործը։ Ամենը վերակրում էր մեղքի։ Եղավ պարակա, որ ինքը հիվանդացավ։ Մոտեցել են իր կնոջը, ասել են, ինչ մեղք է գործել, որ հիվանդացել է։ Իրանցը փորձություն է, ուրիշներինը մեղք է։ Չէ, քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ես ուզում եմ անդրադառնալ հետևյալ տողերին եւ կուզեի, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնենք։ Մարդու սխալ պահվածքից Հովանու ավետարան կարդամ 9-րդ գլխից եւ մեկ համար էլ կա 10-րդում։ Առաջի համարից եմ կարդում 9-ի 1-ից 3-րդ համարները։ Եվ անցնելիս մի մարդ տեսավ ծնունդոց կույր։ Նրա աշակերտները հարցրեցին եւ նրան ասացին. «Ռաբի, ով է մեղանչել, սա թե իրեն ծնողները, որ կույր է ծնվել»։ Հիսուս պատասխանեց. «Ոչ դա է մեղանչել եւ ոչ էլ իրեն ծնողները, այլ որ Աստծո գործը հայտնի լինի դրանում»։ Այսինքն Աստծո փառքի համար։ Այսօր մարդը սա չի կարող մեկ ուրիշ ծև ընկալել։ Բազում անգամ պատմել եմ մեր ատինե քրոջ համար։ Հիմնադրամի ժամանակ, երբ որ հյուրերը գալիս էին տարածերանոց, թե ամերիկյան ավետարանական եկեղեցուց 70-80 տարեկան տատիկ մազերը կտրած, կսված եղունգները երկար շալվարով, երբ որ ներս մտան, նայեց Ադրինեն, Շողիկներ, Անժելաներ, Ռուզաններ, ասեց ինչքան մեղք են։ Ադրինեն ասեց մեղքը դու ես, որ Աստված չունես։ Ասել Ադրինեն, այդ մի կոպիտ է մի քիչ։ Երկար այսև պահեր էր եղել, որ Ադրինի հետ խոսվել է։ Գիշեր 11-րդ դպրոցում, որ մեծ պաշտամունք եղավ, ասեցին Ամերիկայից մի հատ եղբայր է եկե, բժշկության պարգև ունի։ Որ աղոթեց, ինքն էլ չբժշկավ։ Ադրինեն նեղվել էր, թե ինչի չենք տարել, որ աղոթենք, որ ինքը բժշկվեր, վերջը սա մասին բավական զրույց էր գնացը։ Ադրինեն այս մարդկանց հետևյալն ասաց. ես ձեռքեր, ոտքեր այստեղ չունեմ, բայց երկնքում ունեմ։ Ինչ ասացի, եթե Աստված ինձի ձեռքեր, ոտքեր տա, միգուցե ես իրեն չճանաչեի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված ամեն ինչի մեջ բարը։ Աստված մեռնողի մեռները չի ուզը։ Եզեկիել 18:32 երբ որ կարդա գրված է, ես հաշտություն չունեմ մեռնողի մեռնելուն։ Աստված չի ուզը, որ նույնիսկ ամբարիշտը մեռնի, այլ դարձի կայ ապաշխար։ Եղբայրներ քույրեր, այստեղ առաջին ես ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք տեսնել կան բաներ, որ Աստծո փառքի համար է։ Հիմա ինչ կերպ սա նկարագրենք։ Շատերին եմ տեսել, որոնք որ մեծ խոսացել են միջև հիմա Պետրոսի պես պատրաստ եմ կյանքս տնել հիվանդության մեջ կռիվ էր տալիս Աստծո հետ։ Եվ հարցել են, ինչի, ում են վադությունները։ Բայց տեսել եմ հակառակը մարդիկ, որ հիվանդության մեջ, ամենածանր հիվանդության մեջ Աստծուն փառք էին տալիս։ Երբ որ մենք խոսում ենք Աստծո փառքի վրայով, ամենակալ Աստված ուզում է ապացուցել իր տղայի, իր աղջկա միջոցով, որի մեջ Աստծո խոսքը դաշվել է, որը հավատացել է հավիտենական կյանքին, այդ նույնիսկ հիվանդության տառապանքի մեջ, երբ որ կարողանում է փառք տալ Տիրոջ եւ գոհանալ Աստծուց։ Սա ամենամեծ բանն է, գիտեք, ամեն մարդ չէ որ նեղության մեջ կարողանա փառք տալ Տիրոջը, ամեն մարդ չէ որ հիվանդության եւ մահվան մեջ Աստծո անունը փառավորի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, եւ սրա համար ես ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք սա տեսնենք, երբ որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված այս համարը մեզ ցույց է տալիս, որ այդ խնդրումը կարող է առաջանալ մարդու բարեկամի կամ հարազատի սխալից։ Ընտանիքի։ Այսօր շատ անձնավորություններ այսպես չեն նայում։ Ուղղակի նայում են առաջի խնդիրը Միքա 6:13-ը ինչ մեղք է գործել, ոչ, մեղք չի գործել ինքը։
Երբ որ մենք նայում ենք կա պրոբլեմ, եւ կարող է եկեղեցու մեջ մարդիկ մտածեն ինչի հետևանքով ինք իր կուրսը չծեցելա, որ իրեն պատճառով է սա։ Երբ որ մենք կարդում ենք Երեմիայի մարգարեության 5-րդ գլխի մեջ առաջի համարը վերջնամասում գրված է. եթե լինի մեկ իրավունք անող, արտարություն խնդրող, ես այն քաղաքին կողորմեմ։ Քաղաքին չէ, թող մեր եկեղեցուն ողորմություն ան։ Ինչի, որն է պրոբլեմը, որտեվ ես եւ դու այդ մեկ արտարը չենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Այսօր Աստված պատրաստ է ամեն մեկին ողորմություն անելու, որովհետև Աստված եկել է ոչ թե առողջի համար, եկել է հիվանդի համար։ Ուղղակի հիվանդը պիտի կարողանա սա տեսնել։ Մատթեոս 9:12-ը հիշում է գրված է. առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Ուղղակի խնդրանքս է, հիշեք սա։ Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Հիվանդը բժշկի կարիքն ունի։ Եթե այսօր քո կարիքը Քրիստոս չէ, այդ հիվանդությունը դեռ չի առնվել։ Մենք այս համարի տակ խորհրդացում ենք, որ հիվանդը բժշկի կարիք ունի, կարիք այսինքն բժշկվելու, բժշկի կարիքը ունի։ Եբրայեցիս 11-ի 6 համարի վերջնամասում գրված է. եւ թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Ոչ թե իրենից, այլ իրեն խնդրողներին։ Հիմա հարցը հետևյալն է. մենք բժշկին ենք ուզում, թե բժշկություն։ Սա ամենաառաջնային հարցն է։ Եթե այսօր իմ խնդրանքս բժիշկն է, Ասապը սա հասկացավ։ Եվ Ասապ ուներ մեծ պրոբլեմներ, ուներ հիվանդություն, ուներ ցավ, չուներ խաղաղություն, դժվարություն ուներ, հաջողակ չէր աշխարհի մեջ։ Երբ որ մտավ Տիրոջ խորան, իմացավ, որ այդ մարդկանց վերջը հավիտենական տանջանքն է, շարունակության 25-ի մեջ ինչ էր ասում. ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան, չեմ ուզում երկրի վրա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Երբ որ մենք նայում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ամենակալ Աստված այնքան բարի է եւ այնքան ողորմած, ինքը սեր։ Մենք ասեցինք, որ ամենակալ Աստված մարդ Աստված հարաբերությունը հաստատելու համար օգտագործում է նեղություն։ Կարդացինք Հովսեա 15-ի նեղություն 5-15 համար, որ գրված է, երբ որ նեղության մեջ լինեն կանուխ, պիտի ինձ դիմեն։ Երկրորդը, քուրեր ջան, եղբայրներ ջան, Պողոս առաքյալ ամենամեծ գործիչներից մեկը Աստծո տան մեջ։ Երկրորդ Կորինթացիս թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ուշադրություն դարձեք 12-7 համարի մեջ ինչ էր ասում։ Եվ որ հայտնությունները առավելությամբ չհպարտանան, մարմինից համար խայտոց տրվեցավ ինձ, որ սատանայի հրեշտակը բռնցքով ինձ ծեծը։ Հիմա հարց եմ տալիս, ինչու համար թողեց։ Պողոսի պես մարդուն Աստված թույլ է տվել, որ սատանայի հրեշտակը բռնցքով ծեծը։ Որն է պատճառը, որպեսզի չհպարտանա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այստեղ չի գրված, որ Պողոս առաքյալը հպարտացել էր, եւ ամենակալ Աստված հպարտության համար այս ծեծը տվեց, որպեսզի չհպարտանա, նախապես Աստված դեմը առնում է։ Այսօր ես սա կարող եմ ընդունել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ինքը ամեն ինչի մեջ բարի եւ արդար։ Երկրորդ Տիմոթեոս թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք, մի հատ համար եմ ուզում մեզ ամեն մեկիս համար կարդալ։ Երկրորդ Տիմոթեոս 4:20 համարի մեջ գրված է հետեւյալ միտքը, ինչը ասում Պողոս առաքյալը. Երաստոսը մնաց Կորինթոսում եւ Տրոփիմոսին հիվանդ թողեցի Մելիտոսում։ Լավ, մի հատ աղոտ չէր կարող անել, այս մարդուն բժիշկեր նոր գնար։ Հիվանդ թողեց եւ գնաց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, շատ անգամ աղոտքի պատասխան չի լինում։ Որն է պատճառը, Աստված գիտի մեր իրական վիճակը։ Աստված գիտի, որ մենք կհպարտանանք, Աստված գիտի,
որ մենք նորից նույն վիճակին կդառնանք։ Թագավորը կյանք ուզեց, Աստված տվեց։ Հարց եմ տալիս, այդ 15 տարին ինքը ապրեց այնպես, ինչպես որ Աստված էր ուզը։ Նորից նույն կյանքով։ Եվ այսօր ասել նպատակ հետևյալն է, քուրեր ջան, եղբայրներ ջան, որ մենք այդպես չլինենք։ Եթե կյանք է տվել, այսօր պիտի ապրենք այդ կյանք տվողի տված կյանքով։ Ես շատ անգամ այդ միտքը ասում եմ, ուրեմն Բարաբա գիրքը կա, որի հեղինակը Պիեր Լակերվիսն է։ Չգիտեմ, իրեն մտահղացումն է, թե որտեղից է ամենը վերսը, թե պատմիչներից է ինքս ամենը առել։ Երբ որ Բարաբային տանում են Հռոմ եւ քարանքներում աշխատում է, քարանքներում որպեսի որից մեկը չփախներ, երկու ստրուկի իրար էին կապում, որպեսի դժվարություն լիներ փախնելը։ Եվ Բարաբան կապվում է մեկ հայի հետ, Սահակի հետ։ Սահակի վզին ուրեմն կար ցկի խորտապատկերը, ցուկը։ Երբ որ հարցում է ինչ է, ասում է սա քրիստոնյաների նշանն է։ Երբ որ իմանում է Բարաբայի համար, որ ինքը հրյա է, ասում է դու Հիսուսին տեսած կաս։ Բարաբան ասում է Հիսուսը իմ համար մեռել է, իմ տեղն է մեռել։ Թե բոլորս էս միտն ենք ասում, սա կես չգիտեր որ Բարաբան հենց այդ ավազակն է։ Եվ վերջը, երբ որ Բարաբային արդեն պիտի խաչեն, ինչ ասում խաչորեն, դուք ինձ չեք կարող խաչել։ Ասում են ինչի։ Ասում է, որովհետև ես տարիներ առաջ խաչվել եմ, ես ապրում եմ մեկ ուրիշի կյանքով։ Եվ այդ կյանքը հնարավոր չէ խաչել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստծո նպատակն է, որ ապրենք այդ կյանքով։ Աստված ուզում է, որ մեր մեջ հին բնությունը մեռն է։ Ամենակալ Աստված այդ նեղությունը տանում է, որպեսզի մեր եսը բնաչին չանի։ Եվ մեր մեջ կառուցի Քրիստոս կյանքը։ Մենք շատ անգամ ասում ենք Պողոսի խոսքերը, ես ամեն օր կմեռնեմ։ Մեր մեջ պիտի մեռնի այդ եսը, հպարտությունը, հին բնությունը։ Եթե չի մեռը, մենք Աստծո հետ կապ չունենք։ Թող Աստված օգնական լինի։ Եվ ես ասում եմ, այսօր Աստված ամեն ինչի մեջ բարի է։ Ցավի մեջ, տառապանքի մեջ, մավան մեջ ինքը բարի է։ Շատերը պիտի ասեն, մահի մեջ ինչի է բարի։ Ես հիշում եմ, մեր հարևաններից մեկը 58 թաղամասում իրեն 4 սենականոց բնակարանը $3600 էր ծախը եւ այն ժամանակ մարդիկ Հայաստանից թողնում գնում են տարբեր տեղեր, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, ինչ որ այնտեղ մեկը գործենող եղել, այդ $3600 տվել է այդ գործանողին, օրեր շարունակ ցկցկվում էր։ Ամեն անգամ հարցում է ինչ եղավ, ասում է երևի խապեց։ Մի օր եկավ ուրախ դեմքը, ասի ինչ է, ասես թղթերս եղել է։ Մի շաբաթից գնում ենք։ Հիմա հարց եմ տալիս։ Երբ որ մեկ շաբաթ հետո իրանք գնացին, իրանք ուրախ էին թե տխուր էին։ Ինչ է խառնված։ Ինչ էր մտածում խապեցին, որն իրեն նպատակը շուտ Հայաստանից դուրս գալը։ Պողոս առաքյալի խոսքերը հիշեք, Ֆիլիպեցիս թղթերի մեջ ինչ էր ասում, առաջի գլխում ուղղակի կուզեմ, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք այս խոսքերին։ Ֆիլիպեցիս 1:21-ի մեջ գրված է հետևյալ միտքը։ Ինչ ասում։ Ինձ համար կյանքը Քրիստոս է, մեռնելը շահ։ Մեռնելու շահը ո՞րն է։ Շատ անգամ մեր Սամվել եղբորը հիվանդության ժամանակ որ հավաքում գնում ենք, եղբայրները դել են գնացել, մենք ինչ էր ասում։ Հիշում եմ, մեկ անգամ ասի Սամվել եղբայր, չհանձնվես, կռվի։ Ասեց եղբայր, բժիշկին հաղորդակցություն եմ ուղարկել, շնորհակալություն եմ հայտնել, որ այդքան ինքը հոգատար վարվել է իմ հանդեպ, բայց գրել եմ հետևյալը, որ այլևս ինձ այդ բժշկությունը պետք չէ։ Ես այստեղ աչքերս կփակեմ, կբացեմ Քրիստոսի կրկի մեջ։ Հիմա հարց։ Եղբայրը հավատում էր այդ կյանքին։
Վասնզին համար կյանքը Քրիստոսը մեռնելը շա։ Հիմա ինձ եւ քեզ համար մեռնելը շա է թե չէ։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Պողոսը ցկտում էր այդ կյանքին։ Ցկտում էր ավելի շուտ Քրիստոսի հետ լինել։ Իշքան հնարավոր է շուտ։ Ես չեմ ասում, այսօր մարդիկ ցկտեն մահվան։ Իմ խոսքից ինքում ընկած է ցկտենք, որ մեր մեջ իմ բնությունը մեռն է։ Եվ իշքան էլ որ Աստված կյանք է տվել, այդ կյանքը օգտագործվի իրեն համար։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ամեն մեկը թանկ եք Տիրոջ համար, որտեղ ամենակալ Աստված մեծ կին է վճարը։ Ինքը տվել է իր որդին, որ ես եւ դու կյանք ունենանք։ Աստված չի ուզել, որ մենք հիվանդ լինենք, որն է հիվանդության նպատակը։ Հոպի պես մարդուն հիվանդություն տվեց, որ հոպի մեջ Աստծո փառք է երևար։ Հիվանդության մեջ հոպն ինչ էր ասում. ահա երանելի այն մարդը, որին Աստված խրատում է, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժ է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։